մնաց մայրիկիս ձեռքը հուզմունքն ու ուրախությունս անծանոթ ու ծանոթ հարազատ դեմքեր ուր անցել է մանկությունս այն մեկը նստած իմ կողքին դարձավ սերն իմ առաջին Եվ այդպես անցան տարիներ մոտեցավ օրը վերջին Հնչեց վերջին զանգը հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը բաժանվում ենք իրարից Հնչեց վերջին զանգը հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը բաժանվում ենք իրարից Իմ ուրախ տարիներ ու անհոգ օրեր միշտ կզգամ ես ձեր կարիքը Կյանքիս ուսուցիչներ ու դասընկերներ դուք եղաք իմ ընտանիքը Ժամանակը ինչպես անցավ Այդպես էլ մենք չիմացանք Հիշելով զանգը առաջին Մոտեցավ օրը վերջին Հնչեց վերջին զանգը Հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը Բաժանվում ենք իրարից Հնչեց վերջին զանգը Հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը Բաժանվում ենք իրարից Հնչեց վերջին զանգը Հուզմունքը չի հեռանում իմ սրտից Հնչեց վերջին զանգը վերջին դասը Բաժանվում ենք La 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 Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենացանկներ Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկներ Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում անակ տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկներ Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում
ամենաթանկներ Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Na 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 Զանգն է վերջին Na 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 Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակ էր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանք էր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նվիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Հնչեց զանգը հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով
Հաղթելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արա պիտի գնանք մնանք Հարազատ դարձած աշակերտներ, սիրում եմ բոլորիդ, շնորհավորում եմ ձեր կյանքի կարևորագույն այս փուլը ավարտելու կապակցությամբ։ Հասնեք ձեր նպատակներին։ Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում հետագայում։ Դուք դպրոցում ստացել եք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեզ հետագայում։ Կարևորը ձեր արժեքային համակարգը, ձեր մարդ տեսակը ես վստահ եմ պահելու եք ամբողջ կյանքում։ Ձեր մարդկային դիմագիծը երբեք չկորցնեք։ Բարի երձես։ Սիրում եմ բոլորին։ Հավատացեք կարոտելու։ Բոլոր դասանները լինեն նման։ Այո, թող բոլորը լինեն, թող օրինակ վերցնեն։ Բոլորին շնորհավորում եմ։ Միշտ հաջողությունները թող մեկից լինեն ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։ Լինեք առողջ, արարեք, աշխատեք, խաղաղ եղեք։ Սիրելիներս ուսուցիչներով, ընկեր ինչպես Երուսաղեմն ասեց, մեր շարունակել կան շատ քիչ դասարաններ երկար տարի պատմող, որ ես շատ հիշում եմ սիրում եմ բոլորիդ, պարտանում եմ բոլորովը և ուսում եմ իմ փոքրիկ մտերիմ ընկերությունը, որ մենք ստեղծել ենք առաջին դասարանից, միշտ պահպանենք, սրբությամբ պահեք, միշտ մտերիմ լինենք, ես ուրախանալու եմ բոլորիդ հաջողություններով և սպասելու եմ բոլորիդ։ Բարի երբ ձեր սիրելիներս, սիրում եմ բոլորիդ։ Սիրելի աշակերտներ, թող ձեր երազանքների ուղին լինի միշտ հարթ։ Այդ ճանապարհը թող միշտ բարին ուղեկցի և ողողվի Աստծո լույսով։ Ձեր մայրական աղոթքները, ձեր ծնողների ցանկությունները ուղեկցեն ձեզ և միշտ բարին հաղթի և ինչպես ընկեր Լուսնեն ասեց, ձեր մարդ տեսակը կյանքում երբեք չմոռանաք։ Շնորհավորում։ Կասկած չունեմ, վստահ եմ, որ այսօր դպրոցի պարիսպներից դուրս են գալիս մարդ վեր կոչման արժանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք լինելու են լավ զինվորներ, Հայաստանի Հանրապետության բուհերի լավագույն ուսանողներ։ Բարի եղձես։ Իմ սիրելի շրջանավարտներ, իմ լավ սաներ, այսօր մի ուրիշ, անասելի ջերմությամբ եմ ողջունում ձեզ, շնորհավորում ձեզ, դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Անչափ ուրախ եմ, որ ձեր կյանքի այս ամենակարևոր կանգառը դիմավորում եք հենց ինձ հետ, առողջ եղեք։ Դիմակայեք կյանքի բոլոր փորձություններին և հաստատուն քայլերով շարժվեք առաջ, դիեզերքում գրավեք հենց ձեզ համար հատկացված տեղը։ Շնորհավոր վերջին։ Շնորհակալություն գերակոտ ամեն ինչի համար, իր խստապահանջությամբ, իր պահանջկոտությամբ, աշխատանքի նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ձեզ դաստիարակին, որ ունենք այսպիսի հրաշալի սերունդ, այսպիսի հրաշալի շրջանավարտներ, որ շատ դասարաններ օրինակ կվերցնենք ձեզից, հուսով եմ, կարոտելու եք ձեզ։ Մենք ձեզ Ձերագիրը թողել եք։ Կարծում եմ մեր շրջանավարտների հիշողություններում միշտ բար կմնա։ Այսօրը ձեզ կհիշեմ որպես լավագույն դասղեկ։ Ողջույն սիրելի շրջանավարտներ, կավարտում եք ձեր շրջան դպրոցական տարիները, իսկ մենք նոր ենք սկսում
լույսում։ Ուզում եք, որ ձեր բոլոր երազանքները կատարվեն, իսկ հաջողությունները միշտ ուղղակի ստիպեն ձեզ։ Սիրելի շրջանավարտներ, թող ձեր ուղին լինի լուսավոր ու հաղթանակներով լի։ Շնորհակալ ենք մեզ դպրոցական ընտանիքի մաս դառնալու եւ օրինակ ծառայելու համար։ Մաղթում ենք բարի եւ դեպի մեծ կյանք հիշելով ձեր ջերմությունը։ Թող ձեր ճանապարհը լինի կանաչի կյանք լի հաղթանակներով ու լուսավոր պահերով։ Անցած օրեր ու տարիներ իմ հարազատ դպրոց բարև խենթու խելար դասի շամեր իմ առաջին սիրո հուշեր հիշում եմ քեզ դպրոց իմ հին քայլեն իմ ծույլ բայց առաջին նասամ միջոց կռիվ խաղեր դպրոցական իմ ընկերներ թեկուզ անցնի Դեմի տեկոմ Իմ պատմության անհոգ գեջեր երբեք դուք չեք կորել իմ մանկության ուրախ օրեր հիմա դարձավ երկի տողեր սեր առաջին արցունքներ հոգու թրթիր չասված խոսքեր սիրում աղջիկ կյանքիս ընկեր այստեղ եմ քեզ սիրել թեկուզ անցնի հարյուր տարի միշտ մնանք մենք պատանի ու կարոտած կասեմ էլի իմ էրջի զանգարի անի թեկուզ անցնի հարյուր տարի միշտ մնանք մենք պատանի ու կարոտած կասեմ էլի իմ էրջի զանգարի անի Այսօր կարծես մեր հոգում խինդ ու թախից միասին է արցունքի միջից նայում ջերմ ժպտում ենք մենք իրար մեր մեջ հուշերն են նույն բար ուրախ տխուր նույն խոհերը իսկ շուրջը տաք հայացքներ են դեմքեր են այնքան հարազատ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ
Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլ ափեր Եվ սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան Այսօր հրաժեշտի օր է բայց եւ տոն մի նոր հանդիպման Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենթներորեն ու լուսավոր տարիներ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենթներորեն ու լուսավոր տարիներ Այսօր կարծես մեր ոնքում Հին ու կատից մեսին Արցունքի միջից նայում Ջերմ ժպտում ենք մեկ իրար Մեր մեջ հուշերն են նույն բար Ուրախ նխում նույն խոհերը Իսկ շուրջը տակալացքներ են Դեմքեր են այնքան հարազատ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենթներորեն
Բարև բոլորին և բոլորիս, բարև իմ հայ ժողովուրդ, բարև հայ և Հայաստան, օրը տորտնուց լինի հայոց աշխարհ։ Բարև իմ սրբազան կրթօջախ, իմ դարբնոց, Խաչամիա երկար տարիների պատմություն ունեցող հյուրանոցի միջնակարգ դպրոց։ Կանգ առ ընթաց, կանգ առ ժամանակ։ Ես ուզում եմ իմ ձեռքերով պահել օրերը կամաց, որ հրաժեշտի բանը չմոտենա։ Կանգ առ ընթաց, ես ում եմ այսօրը պարտորեն արժանանք, ով դասընկերների հետ տոնել զանգ այս վերջին, կանգ առ ընթաց։ Սիրելի ուսուցիչներ, դուք մեզ դեսաներին արև եք նվիրել եք որ աշխարհին, արևի նման նայենք։ Դուք մեզ ձեր երեխաներին կապույտ երկինք եք նվիրել, կապույտ, որովհետև կապույտը հոգու աղոթն է, որովհետև այդ աղոթքում պետք է մաքուր պահեն մարդկային խիղճը։ Դուք սիրելի ուսուցիչներ, ջերմական տեր եք նվիրել մեզ եւ ասել այն նվիրական զգացմունքները, այն նվիրական սերը, որ ամոթանք եւ փոխանցենք մեր հաջորդ սերունդներին։ Կանգ առ ընթաց, կանգ առ ժամանակ։ Ես ուզում եմ ապար պահել այս մատյանները, վերջին զանգի մի պահ, եւ ուզում եմ հավերժացնել այսօրվա օրը։
ծերուկ։ Ես այստեղ ապրում եմ շատ վաղուց, շուրջս ոչինչ չի փոխվում, եւ ես ձանձրացել եմ։ Իսկ դուք ով եք։ Մենք աղջիկներ ենք։ Իսկ դա ինչ է։ Այդ ես եմ, Քրիստինեն, ես Անահիտն եմ։ Իսկ դուք ինչպես, որտեղից հայտնվեցիք այստեղ։ Մենք եկանք այս դպրոցից, այս նկարում մի ողջ կյանքի պատմություն է թաքնված։ Իսկ դուք ո՞նց հայտնվեցիք այստեղ։ Մենք այդ նկարի մեջ ապրում ենք շատ վաղուց, 6 տարեկանից, բայց այս նկարում մենք մենակ չենք ապրում։ Գիտես ծերուկ, այսօր ես դուրս եմ գալու այս նկարից, այսօր ինձ նման շատ աղջիկների և տղաների համար մի նոր կյանքի պատմություն է գրվում, մի նկար, որն այլևս այս մեկի նման չի լինելու, այս նկարից ստեղծվելու են բազում նկարներ, տարբեր գույներով և պատմություններով։ Գիտես ծերուկ, ուզում եմ բոլորիս նկարները վառ գույներ ունենան, բոլորիս պատմությունները բարի լինեն ու օգտակար։ Ինչ աղջիկներ չեք ցանկանում դուրս գալ նկարից, շուրթներ փոխել եւ ինձ նման չձանձրանալ։ Ծերուկ, ուղղակի ինչ-որ մի բան սխալ է, ուղղակի ժամանակը չի սպասում, ուղղակի շատ ենք մեծացել եւ աստղուկ նկարում էլ չենք տեղավորվում։ Իսկ չեք ուզում ես մեկ օր էլ ապրել նկարում։ Իհարկե ծերուկ, իսկ հնարավոր է։ Հնարավոր է։ Միայն թե ինձ էլ ձեզ հետ տանեք։ Գնանք, մենք քեզ ցույց կտանք մեր գտնված դպրոցի հրաշքները։
հնչիչ վերջին զանգ, խորհուրդը վերջին բյուր շուրթերից արտասանված, զանգ, դու ուժգին հնչիր այսօր գյուլաքարեկի միջնակարգ դպրոցում, բայց այսօր վերջին զանգի խորհուրդը այն է լինելու, որովհետև շրջանավարտները մենք ենք, մի պայթյունավտանգ դասարան։ Ողջույն դպրոց, ողջույն մեր շատ սիրելի տնօրինություն, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր։ Այսօր մեզ համար արտասովոր օր է։ Մենք 12-րդ դասարանի աշակերտներս որոշել ենք խոսել և վերջին անգամ այս բեմից ձեզ ներկայացնել մեր գտնված դպրոցի հրաշքները։ Հարգելի տնօրեն, փոխտնօրեններ, սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ Այս հիշարժան օրը, որը անասելի հուզմունքով է լցրել մեր հոգիները, սիրով ողջունում ենք ձեզ բոլորին։ Եթե դուք այստեղ եք, ապա մեզ հետ կիսում եք մեր ժպիտներն ու ուրախությունը, տխրությունն ու թախիծը, որը դեռ շատ երկար ուղեկցելու է մեզ բոլորիս։ Սիրելի ուսուցիչներ, այս տարիների ընթացքում ունեցել մեր կրթության դաստիարակության գործում։ Այսօր մենք հեռանում ենք մեզ հետ տանող ու բարին, յուրաքանչյուրի կերպարն ու ինքնատիպությունը մեր սրտում ու մտքում իր յուրատուկ տեղն ունի։ Վերջին զանգ, պատանեկան տարիների ուղևորությունների վերջին գանգը, հնչիր դու այսօր, զանգ, երբ դարձիր մեր շուրթերից, քորությունների թևերով հեռու տար հոգեբարար խինգը, մեր աչքերի ելևեջները, մեր հուզումի ու ափսոսանքի, նոր կյանքի ու սիրով, ուր մտնում ենք այս վերջին զանգի հնչեղ ղովանջով։ Թող այս խոնավ աչքերն ու դողացող շուրթերից հնչող խոսքերը վկայությունը դառնան մեր նվիրումին։ Ուղիղ 12 տարի առաջ, երբ մենք առաջի անգամ մտանք դպրոց, մամայի փեշից բռնացում եք մեկ էլ պապայոսորին նստած, հանկարծ հայտնվեցինք մի փակ տարածության մեջ, որտեղ կային կանոններ և օրենքներ, որոնք շատ դաժան էին ու անհասկանալի։ Հոգուվոր ծալքերից, որ անհատակ խորքերից է հորդում այս խնդիրը, բեմից հնչող նվագների սրտալուց մեղեդին հուսված, ուր էլ որ լինենք, որտեղ էլ լինանք, մեր հիշողության մեջ միշտ հնչելու է այս վերջին զանգի արծաթե երաժշտությունը, որը մեր առջև բացելու է նոր կյանքի դռները, անծանոթ հեռուներ կանչող հորիզոնները։ Խոսական վերջին զանգը մեր կյանքում մտնում է մի սահմանագիծ, որը մի կողմում անդող մանկությունն է, իսկ մյուս կողմում անկուսափելի ապագան։ Հրաժեշտի այս պահին մենք երկար ենք սպասել սրտի անհուն բերկրանքով։ Ճիշտ է դաս սովորել եմ մեծ հաճույք չէ, բայց դարձյալ ամեն բան ուրախ ու պայծառ։ Ասահման հումորներով ու արկածներով լի։ Մեր մտքով չէր անցնում անգամ, որ ինչ-որ բան կարող է խաթարել մեր անոք առօրյան, բայց մարդ արարածը երբեք չի կարող քննել Աստծո գործերը։ Չինաստանը աշխարհին նվեր ուղարկեց, մի յուրօրինակ, անբացատրելի անհեթեթ մի վարակ, կորոնա, բայց մենք հայերս մի փառահեղ անունով կոչեցինք նրան թագավարակ։ Փակվեցինք մեր տներում, սկսեցինք հեռավար դասերը, չկար շփում, չկար ջերմություն, ամեն ինչ գորշ էր ու մռայլ։ Ստիպված ենք օրը մի քանի անգամ լսել մեր դասղեկի ու խրտած ձայնային հաղորդագրությունները, որոնք այնքան երկար էին, որ սիրելի ուսուցիչներ, ձեր դասերին մասնակցելու ժամանակ քիչ էր մնում։ Այսօր ոչ մի բացակայ չունենք, այսօր մեր աստղային ժամն է, և մենք եկել ենք վերջին, ամենավերջին անգամ, խառնվել են հուզումն ու թախիծը, արթնացել են դպրոցական քննացուշերը, մեկ զանգով այսօր բոլորս մեծացանք։ Ումայիսը նորից եկես, ուղեգիր է բերել կյանքի, մեզ անծանոթ նոր գալիքի, դեռ շատ պիտի մենք խարխափենք կյանք մտնելու ճանապարհին, մինչև գտնենք մեր իսկ տեղը, փոքրիկ տեղը մեծ աշխարհում։ Երջանիկ ենք հիմա, երջանիկ ենք այստեղ։ Իզուր չի ասում, որ կատարյալ երջանկություն չկա, ինչպես նաև երկարաժամկետ։ Կան երջանկության ակնթարթներ, որոնք մեր կյանքն ավելի երջանիկ են դարձնում։ Եկեք այսօր միասին վերապրենք և երջանկության և հուզմունքի ակնթարթներ։ Խիստ չդատեք մեզ այսօրվա համար, դուք եք հղկել և մշակել մեզ, դարձնել այնպիսին, ինչպիսին այսօր ենք։ Des surprises, tombent les actrices, et dans leurs yeux chromés, le destin s'est brouillé au café de flore, la faune et la flore, on allume le monde.
Պատանեկան անհոգություն չհամարեք, եթե վստահ ու համարձակ ասենք, որ լուսախաբ չենք անելու նրանց, որ ուսուցչի անունը կրելու վեհ պատիվ ունեն։ Ոչ է, մեր օգնության կարոտը վիրավոր հայրենիքի, որի հենարանը պիտի զարմանանք։ Իր խոստումներ շռայլելու փոխարեն մենք հավատացնում ենք ձեզ, որ այնքան էլ կվայտանքի ու տագնապի ալիքը տարբերի մեր հոգին, չարի ու բարու սահմանագծին մենք միշտ պատրաստ ենք լինելու նվիրելու հայրենիքին, մեր հոգու ձայնին միշտ ունենալու։ Այսօրվա համար, ինչպես նաև այլ ապագայի, որ պատկերացնում են մեզ համար, պարտական են մեր զինվորներին, նրանց ուշտամու դիրքերից մետրեր բաժանող հրամաններում չեն քնել, այլ հերթով փոխարինելով միմյանց, գնդակների դեմ են եղել, զոհելով ամենաթանկը, մարդկային կյանքը, նրանք հողը դարձել են Սուրբ Մասում, մեր պատմության նվիրական մաս, որ արժանի գնահատանքի և ճանաչման պետք է արժանանա, մեր բոլորիս կողմից։ Ամեն զոհի համար զոհված, մեր վաղվա օրը կերտած, և մեր կյանքին ևս մեկ խաղաղ օր պարգևած տակավին պատանին, բայց հասուն ու փառքի արժանի զինվորների անունները պետք է հիշվեն և մեկ առ մեկ տեղ գտնեն մեր սերունդների հիշողության մեջ։ Մենք բոլորս երկրած զինվորներն ենք այսօր փողի, մեր երկրի սահմանները հայ զինվորի այլամփ է դրվել, և այդ գիծը պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է։ Մենք մեզ յուրաքանչյուրը պետք է այնպես ապրի, որ սահմանի կանգնած զինվորն իրեն երբեք մենակ չզգա։ Չէ՞ որ նրանց երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե,
Եվ ևս մի քանի ամիս, երբ մեր տղաները կանցնեն նրանց տեղը եւ կշարունակեն նրանց գործը։ Եվ ես հավատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը ամուր կպահի մեր երկրի սահմանները եւ պատվով կկատարի հայրենիքի եւ Սուրբ Հողի առջեւ տված իր պարտքը։ Զինվոր, քո հայրենասիրությունը սկսվում է սահմանից։ Զինվոր, անպարտ հայրենասիրության եւ հպարտ հայասիրության մեջ է քո հերոսությունը։ Այստեղ քո տունն է, այստեղ քո արմատներ ունես գցած, այստեղ ամուր է տանիքը, հաստատում, սիրենք եւ նվիրվենք, պաշտպանենք մեր երկիրը սրբազան։ Տղեր, չեմ հավատում, դրամացում մեր վերջի գիշերն ենք անցկացնում։ Հավատա եղբայր, ամեն բան իր վերջն ունի։ Ինչքան արագ են թռչում տարիները, կարծես 3 լիներ, որ ավարտում ենք դպրոցը։ Հետաքրքիր է հիմա ինչ են անում մեր տնեցիք։ Բայց ասեք, որ մի անգամ մեծացանք դպրոցն ավարտելիս, մի անգամ էլ հիմա։ Ինչքան սեր ու խնդություն կար մեր սրտերում։ Տղեր, հիշում եք մեր վերջին զանգը։ Այդ օրը հասկացանք, որ բոլոր ուսուցիչները մեզ շատ են սիրում։ Ու հիմա իրենք էլ են մեզ սպասում։ Կուզեի մի անգամ էլ վերջին զանգը երազից գար։ Տղեր, ասեք, որ մեր երկիրը ամենալավն է, արժեր թողնել տունը, գալ բանակ ու պաշտպանել այն։ Ես սիրում եմ իմ երկիրը, այս նախադասությունը մենք սովորեցինք ասել Այբենարանի հանդեսին, հասկացանք վերջին զանգին եւ զգում ենք հիմա։ Երանի այն ժամանակը կանգ առնի։ Բայց մի րոպե, ուզում եք ասել մենք հիմա երազում ենք, չէր կարող ամեն ինչ այսքան արագացնել, սա հաստատ երազ է։ Տղեր, ես ինչ եք սես տխուր նստած։ Երազում ամեն ինչ հնարավոր է, չէ՞ ձերուկ։ Այո, հնարավոր է։ Դե որ այդպես մենք մի ցանկություն ենք կատարենք, այո, կփոխ։ Ձերուկ կարող եք մեզ հետ վերադարձնել մեր սիրելի դպրոցական տարիները։ Իհարկե, իսկ ինչ կփոխեք, եթե նորից աշակերտ լինենք։ Օրինակ, ես ավելի լավ կսովորեի ՀԶԲ-ի դասերը, որովհետև հասկացա այդ առարկայի կարևորությունը։ Ես էլ ֆիզիկայի դասերը լավ կսովորեի։ Ես երկաչի ժամի գլուխ չէի պահի։ Միայն ցական տարիները։ Տղեր, գնանք շարվելու։ Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծու պատիվս ինձ, զենքս որդուցից սերս հայրենին կտամ, նպարդ հայաց բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեն, Բիբլիական Մասիսի պես, դուք միշտ կզան, այոց սարեր պատիվ ունեն։ Ասում են, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց այսօր մի տեսակ ամեն ինչից անչափ եմ ուզում։ Ուզում եմ տարբերել անչափ, անչափ սիրել ու նվիրվել, անզուսպ լացել ու ուրախ ճիչալ եմ ուզում, այսօր չափից շատ հեքիաթով գերվել եմ ուզում։ Ու մի օր անպայման կլվացվենք, ու մաքուր սրտով կնայենք հայելու մեջ, ուղիղ մեր աչքերին, դրանց մեջ անշուշտ մենք կտեսնենք եւ կհասկանանք, որ երբեք ոչ մի բանի վրա չենք պակի,
Դրանք միշտ պիտի բաց պահենք, որ լավն ու վատը իրարի զատենք, չշեղվենք միմյանցից, որ չկորցնենք իրար։ Այսպես թե այնպես, գուցե 3 ժամից կամ 1 օրից պետք է համակերպենք միմյանց ուշուշ տեսնելու, բայց պետք է ապրենք և ոչ մի րոպե ուշ։ Իզուր չի ասում, որ ժամանակը չի սպասում, քանի որ ովքեր նրան արժևորում են, հայտնվում են ճիշտ ժամանակին և ոչ պատահական։ Կյանքում պատահական բան չի լինում, պատահաբար կյանքում պատահական ոչինչ չի պատահում։ Ամեն մի բան իր տեղն ունի այս աշխարհում։ Հերթով իրար հաջորդելով վայրկյաններն են անցնում կյանքի և հասնում ենք այս պահին հրաժեշտի։ Ճիշտ են ասում, այո։ Կյանքում պատահական բան չի լինում, պատահաբար չեն սիրում ու չեն ատում, պատահաբար չեն թողնում ու լուր հեռանում, պատահաբար մեկը մյուսին չի կարոտում, պատահաբար մենք իրար ոչ չգտանք։ Ավարտում ենք դպրոցը, վերջ, վերջացավ ամեն բան, ինչքան բան ենք մեզ հետ տանելու, ինչքան լավ ու վատ օրեր։ Էլ քարորյա պատերազմ, էլ համավարակ, իսկ վերջում էլ ամենասարսափելին, որի մասին գրքերից կամ ֆիլմերից հաջորդ սերունդները կիմանան, ահավոր պատերազմ։ Պատերազմ անհնար է մոռանալ։ Ուղղակի կուզենայի ինչ-որ հրաշք կատարվեր և ամբողջ աշխարհում դադարեին պատերազմները, երանի կյանքը փոխվեր։ Կյանքը գեղեցիկ է, աշխարհն է կերտող, աշխարհն է մարդկանց փոխում չարացնում, այս պատերազմը շատ բան փոխվեց մեր կյանքում ու դեռ կփոխվի։ Տղերքը կռիվ տվեցին, որ մենք ապրենք, ու ապրենք արժանապատիվ, որ սիրենք իրար, գոնե մի քիչ արժանի լինենք դրանց, գոնե մի քիչ։ Ձեր բացակայությունը մենք շատ ենք զգում, տղերք։ Մեզ ընկքից են զարկել, բայց նոր են, հայերն ապրել են, ապրում են, կապրեն։ Հազար դարեր են զարկել, բայց նոր են, հայերն ապրել են, ապրում են, կապրեն։ Եղեռնազարկ եղան, բայց նոր են, հայերն ապրել են, ապրում են, կապրեն։ Ով էր որ զարկի, ինչքան էր զարկեն, մենք ապրել ենք, ապրում ենք, կապրենք։ Մեր տղաների հաղթելու ենք կոչը կիսատ մնաց, բայց մենք հիասթափվելու և կոտրվելու իրավունք չունենք։ Մենք երկիր ենք ստեղծել, խոնարհված եկեղեցիների տեղը նորն ենք կառուցել, գոյատևել ենք, դիմացել և հասել ենք 21-րդ դար և մեզ հրամայում են մեր լուսե տղերքը։ Մենք հանձնվելու իրավունք չունենք։ Նորից հնչելու են ամարասի զանգերը։ Նորից ծաղկելու է մեր երկիրը։ Նորից հնչելու է մեր հաղթանակի երգը։ Ավելի հզոր, ավելի հուժկով։
դարձած ուսուցիչներից գույն առ գույն, պատկեր առ պատկեր, հույզ առ հույզ հավաքել ենք մեր հայրենիքի շրջանկարը։ Չէ՞ որ մեր հայրենիքի պատկերը յուրաքանչյուրի սրտում այնքան գունեղ ու մեծ են, որքան յուրաքանչյուրի սրտացավությունը։ Նրան արժանի սերունդ կրթելու և հայրենանվեր աշխատանք կատարելու գործում։ Մենք յուրաքանչյուրիդ մեջ տեսել ենք փոքրիկ հայրենիք, ավելացրել նրան մի գույն, մի նոր ապրում, մի նոր երանգ և դարձրել մեր շրջանկարն ավելի բազմագույն ու լայնածավալ։ Հայրենիքից մեծությունը կիլոմետրերով չէ, որ պիտի չափվի, այլ մեր սիրո մեծությամբ և մեր սրտերում նրա ծավալների անսահմանությամբ։ Որքան մեզանից յուրաքանչյուրը գիտակցի ուսուցչի դերը հայրենիքի պահպանման և շենացման գործում, այնքան կդառնան կիրթ և անբարտելի։ Հարգելի ընկեր Մատինյան, դուք այս դպրոցի սյունն եք, մեր հարատև լույսի աղջյուրը, մտքի զանգակը ձեր սաների։ Քանի սերունդ եք կյանք ճանապարհել, բանիմացը խորհեմ ձեր խորհուրդներով։ Բազմաթիվ մտված հոգիների առջև դուր բացել, բացելով նրանց աղյուն կորով, որպես երաշտիկ ձեր արած մեծ գործի։ Սիրելի ընկեր Մատինյան, ամենահամարսակ մարդը վախկոտ է դառնում և չունի հաստատուն հայացքներ։ Շնորհակալություն մեր հայացքների պատկերացումներին ճիշտ ուղղություն տալու համար։ Այսօր երբ հնչում է վերջին զանգը, մեր սրտերում միայն հյուսվում է երախտագիտությունն ու հուզմունքը։ Այս տարիների ընթացքում դուք մեզ համար եղել եք ոչ միայն տնօրեն, այլև կրթության անսասան պահապան։ Ձեր ղեկավարությամբ մեր դպրոցը դարձել է ոչ միայն գիտելիքի տաճար, այլև արժեքների մարդկայնության ու նվիրումի օրան։ Դուք մեզ սովորեցրել եք հավատալ մեր ուժերին, ձգտել բարձրին և երբեք չվախենալ դժվարություններից։ Վերջի զանգը հնչում է, բայց ձեր թողած հետքը կմնա հավերժ մեր սիրելի տնօրեն։ Սիրելի տնօրեն, այսօր մենք գիտակցում ենք, թե որքան մեծ է ձեր դերը ներկայացման հարցում։ Դուք այն մարդն եք, ով միշտ դուր հետևել է մեր քայլերին, ուրախացել մեր հաջողություններով և օգնել հաղթահարել դժվարությունները։ Ձեր հոգատար ձեռքերն ու իմաստուն սիրտը մեզ ուժ են տվել հավատալու մեր երազանքներին։ Շնորհակալ ենք, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ տեսել եք անհատի, սիրել եք հարազատ զավակի պես և կրթել եք մեծագույն նվիրումով։ Ձեր տված ջերմությունը մենք կտանենք մեզ հետ որպես թանկ հիշողություն։ Շնորհակալ եմ շատ, սիրում եմ բոլորին, իմ ուրիշներ, ուրիշ եմ, արվերով, ովքս վերջում։ Սիրելի փոխտնօրեն, վերջի զանգի այս ուղղիչով մենք չենք կարող չնշել ձեր անգնահատելի դերը մեր դպրոցական կյանքում։ Դուք միշտ կանգնած եք դպրոցական առօրյայի կազմակերպման ակունքներում, ապահովելով մեր հաջողությունների ամուր հիմքը։ Սիրելի ընկեր Սարոքանյան, ամեն անգամ նայում ենք ձեզ ու զարմանում։ Ձեր հոգու եռանդը գնալով կրկնապատկվում ու եռապատկվում է։ Որտեղից ձեզ այդքան եռանդ։ Հետո հասկանում ենք, որ դպրոցի հանդեպ ունեցած ձեր սերն ու նվիրումն է ձեզ այդքան ուժ տալիս։ Եթե երկնքի աստղերը լինեին այնքան խոսվում, որ կարողանային մեր սերն ու նվիրումն արտահայտել ձեր հանդեպ, մենք կզինվեինք հրաշտակի թևերով և իջեցնեինք դրան։ Եղեք ուրախ ու էլ ավելի սիրված։ Սիրելի փոխտնօրեն, ապրեք ձեր հոգու լույսը հարապատկելով ու նվիրելով դպրոցին և ձեր սիրելի սաներին։ Այսօր, երբ դպրոցական զանգը հնչում է վերջին անգամ, մեր երախտագիտության խոսքերն ենք ուղղում ձեզ, սիրելի ընկեր Արմինե, դուք մեզ համար եղել եք ոչ միայն տնօրենության ներկայացուցիչ, այլև աջակցող ձեռ, արդար խորհրդատու և հոգատար ուղեկից։ Ձեր խստության մեջ մենք տեսել ենք պատասխանատվություն, ձեր պահանջկոտության մեջ հավատ մեր կարողությունների հանդեպ, ձեր ժպիտի մեջ վստահություն, որ ամեն ինչ հնարավոր է։ Թող ձեր ճանապարհը ուղեկցվի գնահատանքով, հաջողություններով և նոր սերունդների ձեռքբերումներով։ Մեր թանկագին ընկեր Արմինե, այսօր մենք փորձում ենք կառավարել մեր հույզերի հզորությունն ու արագությունը։
բայց ոչ մի բանաձև չի հերիքում արտահայտելու մեր սերը ձեր հանդեպ։ Դուք կարողանում եք դպրոցի մեծ մեխանիզմը պահել հավասարակշռության մեջ։ Շնորհակալ ենք ձեր համբերության համար, որ երբեմն թվում էր ասպար, եւ ձեր լույսի համար, որը ենթարկվում է միայն ջերմության օրենքներին։ Դուք մեր կյանքի կարևոր հենակետն եք, որի շնորհիվ մենք այսօր պատրաստ ենք շրջել աշխարհը։ Խոստանում ենք պահպանել այն մարդկային ջերմաստիճանը, որը դուք սերմանել եք մեր մեջ։ Հարգելի ընկեր Մարինե, այսօր, երբ վերջին զանգի հուզիչ խողանջը լսում է մեր դահլիճը, մեր շնորհակալության խոսքերն ուղղում ենք ձեզ։ Ումլիվիված աշխատանքի շնորհիվ մեր դպրոցը ստացավ նոր շունչ ու նոր տեսք։ Ձեր ջանքերի եւ պատասխանատու աշխատանքների շնորհիվ մեր կրթօջախը վերանորոգվեց, դարձավ ավելի լուսավոր, հարմարավետ եւ ժամանակակից։ Դպրոցը մեզ համար մեր երկրորդ տունն է, եւ այդ տունը ձեր շնորհիվ դարձավ ավելի ջերմ, ավելի ոգեշնչող եւ ավելի ապահով։ Հարգելի պարոն Վարդանյան, դպրոցական այս տարիների ընթացքում ձեր ներկայությունը մեր կողքին եղել է մշտական եւ տեսանելի։ Դպրոցի ցանկացած խնդիր ձեզ համար եղել է առաջնահերթություն։ Շնորհակալ ենք ձեզ, որ ձեր ջերմությամբ ուշադրության կենտրոնում եք պահել դպրոցի ցանկացած խնդիրը։ Այսօր մենք հեռանում ենք մեր շտերում տանելով ձեր պես նվիրյան մարդու օրինակը, ով անմնացորդ սիրում է իր համայնքը եւ երիտասարդ սերնդին։ Ահա եկել է մեր ուսուցիչներին պատվելու ժամը։ Իսկ թե որքանով է մեր դպրոցի տնօրենությունը ճանաչում իր ուսուցիչներին, իմանամ րոպեներ անց։ Սիրելի տնօրեն, խնդրում ենք ձեզ մասնակցել մի խաղի, որը կոչվում է մեր ուսուցիչները մեր աչքում։ Պատրաստ եք։ Պատրաստ եք։ Դե սկսեցինք։ Մեր ուսուցչուհու տեսակը միայն մենք ունենք, քան համբերատար մեզ ներող, աջակցող ու անդադար խրատող, անչափ տեսակ։ Հայաստանում եւ հոգի առնում մեր դպրոցը։ Մեր յուրաքանչյուր դասաժամի րոպեներն այնքան արժեքավոր էին, որ ստիպեցին հավատալ ինքներս մեզ։ Ուրեմն
ելնելով նրանից, որ առաջինն է, հավանաբար ի նկատի եք ունեցել ձեր դասպանը։ Գեր Թաթոսյան։ Սիրելի Ինգեր Թաթոսյան, ընդունեք մեր երախտիկի խոսքը, քանզի ձեր հանդեպ հարգանքը հավասարազոր է հարգանքանով արհայրենիք։ Դուք եք կերտում մեր ազգի ու պետության ապագան, ձեր հայրենադներ անձնորոշ եւ բարի աշխատանքով։ Շնորհակալ ենք, որ թույլ տվեցիք բարձրանալ այս ամբողջով, որն ամենևին անհնար էր թվում։ Շնորհակալություն, մեր ամենաառաջին ուսուցիչ։ Կան ուսուցիչներ, որոնց հետ մենք ճամփորդել ենք դարերով։ Տարիները դադարել են լինել թվեր եւ դարձել են ճակատագրեր։ Նրանք մեզ սովորեցրին հիշել անցյալը, ապագան ճիշտ կառուցելու համար։ Եթե անցյալ թվեր ճակատագրեր, հավանաբար խոսքը պատմության մասնագետների մասին է։ Դուք ունեցել եք այս տարիների ընթացքում երկու չէ մասնագետ պատմության 12-ով դասարանում ընկեր Մելիքյան Ռուզաննան, բայց շուրջ երևի 5 տարի ընկեր Դիանա Մադինյանը։ Ճիշտ է։ Այսօր մեր դպրոցական կյանքի կարևոր ավարտին ուզում ենք մեր խորի շնորհակալությունը հայտնել ձեզ։ Մեր շատ սիրելի ընկեր Դիանա, սիրելի ընկեր Մելիքյան։ Դուք սովորեցրիք ոչ միայն տարեթվերն ու իրադարձությունները, այլ նաև հասկանալ պատճառներն ու հետևանքները, գնահատել ազատությունը, արժևորել մեր հայրենիքը և հայցել մարդկային արձանիկները։ Խորի շնորհակալություն ձեզ մեր ուղին լուսավորելու համար։ Չուին մեզ սովորեցրեց, որ սխալը վերջ չէ, և ամեն խնդիր ունի լուծում, եթե ընտրես ճիշտ ալգորիթմ։ Սիրելի ընկեր Սուսաննա, սրտում ենք շնորհակալություն մեր դպրոցական գիտելիքներով, հոգատարությամբ և համբերատարությամբ լսելու համար։ Կա մի ուսուցիչ, որի դասերին մենք ճամփորդել ենք առանց ճամփրուկ։ Սովորել ենք, թե որտեղ է արևը ավելի շատ ծագում, որտեղ են լեռները խոսում և ինչպես է աշխարհը միաժամանակ մեծ ու փոքր լինում։ Բնականաբար աշխարհագրության ուսուցիչը ընկեր Ռաֆիկը։ Շնորհակալ ենք ձեզ ընկեր Ռաֆիկ, դուք մեզ սովորեցրեցիք ոչ միայն քարտեզ կարդալ, այլ նաև հասկանալ աշխարհը և մեր դերը դրա վրա։ Մեր ուսուցում մոտ ամեն ինչ ունի լուծում, թիվը երբեք չի մոլորվում, իսկ սխալը միշտ ճանապարհ է դեպի ճիշտը։ Մերի Խանոմյան, մաթեմատիկայի երկրաշարժություն հալած։ Դուք մեզ սովորեցրիք, որ մաթեմատիկան պարզապես բանաձևեր և թվեր չէ, այլ մտածողություն, ճիշտ որոշումներ կատարելու կարողություն, համբերություն։ Շնորհակալ ենք ձեր նվիրված աշխատանքի և համբերության համար, սիրելի ընկեր Խանոմյան։ Մեր ուսուցչի այս տեսակը մեզ հիշեցրեց, որ ուժը միայն գրքում չէ։ Նա մեզ սովորեցրեց պայքարել, չհանձնվել և միշտ շարժման մեջ մնալ։ ՆԶՊ-ի ուսուցիչը Չէ, նորից։ Մեր ուսուցչի այս տեսակը Մեր ուսուցչի այս տեսակը մեզ հիշեցրեց, որ ուժը միայն գրքում չէ։ Նա մեզ սովորեցրեց պայքարել, չհանձնվել և միշտ շարժման մեջ մնալ։ Մեր առողջնալի յուրաքանչյուր նկանի մեր ուժի ճկունության համար շնորհակալ ենք ձեզ սիրելի ընկեր Սամվել։
Գուցեև օրիգինի ու եսային նման սեր զգովեցնել չկարողանանք, բայց սեր խոստովանելիս կհիշենք, թե ինչքան սեր է տվել ռուս դասականների էջերը թերթելիս և այժմ կհասկանանք Великий могуч прекрасного язык, спасибо вам, Женя Зиговна. Dear Mrs. Sano, thank you for your patient care and innovative support. Your every word, advice and support has become a source of strength and inspiration. Over the years, you have become not only a teacher, but also a friend and guide for us. We are grateful for everything. Ես զորեղ եմ, ես ուժեղ եմ, իմ հաղթական հայոց բանակի բահանակուր ոգով լծված քած զինվոր եմ, ես տողացող իմ ձեռքերում զենքս ձեռքից երթում տվի ես ձեր առաջ ուսուցիչ իմ խստապահանց, դուք մեզ ռազմի դաս եք տվել, ես այն երբեք չեմ մոռացել, շնորհակալ եմ ձեզ ընկեր Անտոնյան։ Սիրելի ջերմելիներ, ձեր շնորհիվ մենք սկսեցինք հասկանալ բարի լեզուն։ Յուրաքանչյուր փորձի ժամանակ դուք մեզ փոխանցեցիք ձեր սերն ու նվիրումը։ Շնորհակալություն, որ օգնեցիք դպրոցական այս գեղեցիկ ճանապարհը անցնել ռիթմիկ, վստահ և գեղեցիկ։ Մեր պարը ձեր ներդրումն է մեր հիշողության մեջ։ Սիրելի ուսուցիչներ, ինչպես էլ հայտնենք մեր երախտագիտությունը միևնույն է քիչ է և չի կարող պատասխան դառնալ ձեր արած նվիրական և անմնացորդ գործին։ Մենք գնում ենք առաջ մեր մեջ կրելով այն արժեքները, որոնք դուք մեզ տվել եք։ Խոնարհվում ենք ձեր աշխատանքի առաջ, շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար։
ուսուցիչներ, ծնողներ, այսօր մենք պարզապես հրաժեշտ չենք տալիս դպրոցին։ Այսօր մենք կվերադառնանք անցյալ ու կայցելենք ապագա։ Մեր ժամանակի մեքենան պատրաստ է։ Ժամանակը աներբեք չի կանգնում, բայց մենք այսօր կփորձենք կանգնեցնել այն, գոնե մի քանի ակնթարթով։ Այսօր մենք կմտնենք մեր հիշողությունների աշխարհ, մեր ժամանակի մեքենան մեզ կտանի այնտեղ, որտեղ ամեն ինչ նոր է սկսվում։ Ահա այն օր, երբ առաջի անգամ բացվեց դպրոցի դուռը։ Հիշում եք մեր առաջին զանգը ինչքան մեծ էին մեր պայուսակները, իսկ մենք այնքան փոքր։ Այստեղ սկսվեց ամեն ինչ, առաջին տառերը, առաջին հնարավորությունները, առաջին ընկերները, այստեղ էր մեր մանկությունը։ Ժամանակի մեքենան շարժվում է առաջ, մենք միջին դպրոցում ենք։ Այն տարիները, երբ մենք արդեն փորձում էինք հասկանալ կյանքը։ Այստեղ մենք սովորեցինք ընկնել ու նորից կանգնել։ Այստեղ մենք սովորեցինք պատասխանատվություն, ընկերություն, համառություն։ Այստեղ մենք գտանք մեր լավագույն ընկերներին, որոնք հավերժ կմնան մեր կյանքում։ Միջին դպրոց, այն տարիները, երբ մենք առաջին անգամ սխալվեցինք, կռվեցինք, հաշվեցինք։ Ահա եւ վերջին կանգը ավագ դպրոց։ Ավագ դպրոց, մեծ երազանքների եւ մեծ որոշումների ժամանակը։ Մենք այստեղ մեծացանք, մենք այստեղ սիրեցինք, մենք այստեղ երազեցինք։ Մենք հասկացանք, որ դպրոցը պարզապես շենք չէ, դա մեր տունն է։ Տուն, որտեղ մեզ հավատացին, նույնիսկ երբիկները չենք հավատում մեզ։ Սիրելի ուսուցիչներ, դուք մեզ սովորեցրեցիք լինել մարդ։ Սիրելի ծնողներ, դուք ամեն օր մեզ դպրոց ճանապարհեցիք, ձեր աղոթքներով եւ սիրով։ Այս հաջողությունը նաեւ ձերն է, մայրիկ, հայրիկ, շնորհակալ ենք։ Սիրելի ծնողներ, դուք մեր ամենամեծ ուժն եք։ Այսօր մեր կյանքի կարևորագույն օրերից մեկն է, մեր վերջին զանգը։ Այս պահին, երբ կանգնած ենք մենք նոր ճանապարհի շեմին, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ծնողներ։ Դուք եղել եք մեր կյանքի առաջի ուսուցիչները, մեր ամենամեծ աջակիցներն ու ոգեշնչողները։ Շնորհակալ ենք այն անքուն գիշերների համար, այն ջերմ խոսքերի համար, որոնք մեզ ուժ են տվել առաջ շարժվելու։ Այսօր մենք խոստանում ենք շարունակել ձեր սկսածը, լինել արժանի ձեր դաստիարակությանը, երբեք չմոռանալ այն արժեքները, որոնք փոխանցել եք մեզ։ Եվ այսօր այս բոլոր մարդկանց շարքում առանձնահատուկ ջերմությամբ ու երախտագիտությամբ ուզում ենք խոսել մեր դասկեկի մասին։ Ասում են ուսուցիչը տալիս է հոգի, իսկ դասկեկը գիտելիք։ Մեր դեպքում դա ավելին էր։ Դուք դարձաք մեր դպրոցական ծնողը։
յուրահատուկ օր է, հնչում է վերջին զանգը։ Մի կյանքի Դուք այն լույսն եք, որը առաջնորդվում է գիտելիքի, բարության և մարդկային ճանապարհով։ Ձեր անսահման համբերությունը փոխանցությունը մեզ ոչ մի տոկուս ասեցի։ Դուք եք առաջնորդել մեզ գիտելիքի ուղիներով, հյուսվել իր ճանապարհը և ողջունել մեզ հավատալ մեր ուժերին։ Ձեր համբերությունը, ջերմությունը և անսպառ հավելվածությունը մեզ համար անգնահատելի են։ Ձեր կամ աշխատանքի շնորհիվ են մեր Դուք ձեր ուսերին տանում եք մի վերահրատարություն, գիտելիքները կառուցում այն սերմերի վեր, որոնցից երազանքներ են կլարտակում։ Ձեր գործին ամենացող նվիրվածությունը և աշխատանքի մեջ դրած անձնական ջերմությունը զգում է մեզանից յուրաքանչյուրս։ Սերդիեմ եք, վելի մեծ եք, զապես դուք մեզ պրոստրեցիք ոչ միայն սովոր, Մեզ ուղղորդեցիք ձեր խոսքով և ձեր օրինակով։ Մենք միշտ կհիշենք անցած տարիներն ու դպրոցական դասադուլների մեջ կփոխենք ձեր ամփոփումների ներկայությունը։ Սիրելի ընկեր Հակոբյան, ձեր տված խորհուրդներն ու աշխարհայացությունները կլինեն մեր կյանքի մեջ մեծ հենարան։ Սիրելի ընկեր Հակոբյան, խոնարհվում եմ ձեր աշխատանքից որպես հաղթաշակերտ, իսկ ձեր հիշողությունը մեր մասին, որ լցված է սիրով, թող դառնա անմար հիշողություն։ Թող միշտ ունենա ուսուցիչներ, ովքեր իրենց հույսով կսերմանեն հույսի, հավատի և աստվածության ծերունքներին։ Թող ձեր օրերը լցված լինեն սիրով, հարգանքով և անսահման հոգատարությամբ։ Այսօր նվիրած ծաղիկները թող ես դուր բույրերով ոտել օրվա ամեն վայրկյանը, նվիրելով գեղեցկություն, ներդաշնակություն և սեր, անչափ անսահման սեր։ Հասկանում ենք, որ սա մեր կյանքի լավագույն ժամանակաշրջանն է, ու այն մտքից, որ այլևս չի կրկնվելու, անչափ դժվար է։ Մնաս բարով մեր հարազատ փոքր, մեր ուսուցիչներ, մնաս բարով հասիկերներ։ Ճիշտ է, մենք շատ դժվարությունների կհանդիպենք, բայց վստահ եղեք, կգտնենք մի ելք, մեկը հումորով, մյուսը աշխատասիրությամբ, մեկը կամքի ուժով, մյուսն էլ լավատեսությամբ, մեկն էլ գուցե ոչինչ չանելով, բայց կհաղթահարեք ամեն դժվարություն, կմնանք այնպիսի, ինչպիսի դուք երազել եք տեսնել յուլաքարակի միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր սանի։ Դուք հավերժ մեր հոգում և սրտում եք, չմոռանաք մեր դասարանն ու մեզ, մնաս բարով դպրոց։ Այսօր ավարտում ենք դպրոցը և հրաժեշտ եք տալիս ձեր սիրելի ուսուցիչներին և ես
վերջին անգամ պատկանում եմ ձեզ։ Միշտ համարեք, վատը, սուտը, նենգը, ստորը արհամարեք, սիրեք, ստեղծեք ու արարեք, կբաժանվեք մայրարեգա հիշողերի նման, և ձեզանից յուրաքանչյուրը կգտնի մի նոր լուսավոր ճանապարհ։ Ես ուզում եմ, որ այդ ճանապարհը անխոչնդոտ լինի։ Ուրեմն նոր կյանքի ուղին թակում է ձեր դռները, տալով ձեզ հնարավորություն աճելու, զարգանալու և աշխարհը նորովի ճանաչելու։ Մեր կյանքը, ինչպես գնթերի կրկնապատկումը, անընդհատ շարունակական գործընթաց է։ Եվ յուրաքանչյուր օր, մի նոր ցիկլ, մի նոր փուլ, որտեղ կարող եք կատարել ճշգրտումներ և առաջ շարժվել, հետևելով էվոլյուցիայի օրենքներին։ Եկեք կրկնօրինակենք միայն լավագույնը, մուտացիաները թող լինեն միայն օգտակար, և միշտ հիշեք, ձեր սինթեզած նոր գաղափարները թող օգտակար դառնան մեր շրջակա միջավայրի բարելավման հիմք։ Եղեք ոգեշնչված, ինչպես ֆոտոսինթեզի էներգիան։ Եղեք հավատարիմ, ինչպես էկոհամակարգի օղակները, և հիշեք, միշտ հիշեք, նույնիսկ մի փոքր բջիջն անգամ կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Թող ձեր կյանքում գերակշռեն միայն հաջողության գեները, և դուք դառնաք ձեր իսկ էվոլյուցիայի լավագույն արտացոլանքը։ Սիրելի տնօրեն, փոխտնօրեններ, շնորհակալ եմ նաև ձեզ։ Անսահման սիրո, նվիրումի և կատարած աշխատանքի համար։ Սիրելի ծնողներ, շնորհավորում եմ նաև ձեզ և շնորհակալ եմ վստահության համար։ Անսահման շնորհակալ եմ մեր համայնքապետ պարոն Վարդանյանին, մեր կողքին միշտ լինելու և կատարվածելու համար։ Իմ սիրելի աշակերտներ, տեսնում եմ ձեր տխուր, փոքրինչ ուզված աչքերը, բայց և հիշեք, թե լինի ճամփան միակողմանի լոկ գալու համար և ոչ գնալու, ապա արևը էլ մայր չի մտնի, բայց հարկավ գիտենք, որ մեր բարդ կյանքում ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Սիրում եմ բոլորիդ, բարի ընձեր։ Շերիներս, պատիվ ունեմ շնորհավորակի խոսքեր ասելու ձեզ և ծնողների շնորհակալական խոսք կհղել Տիկին Մարտինյան ձեզ, երեխաների ուսումնադաստիարակչական և կրթական աշխատանքը գերազանց ձևով կազմակերպելու, շնորհակալություն հայտնել ծնողների անունից ընկեր Սարուխանյան, ընկեր Այվազյան ձեզ, մայրական քննարկով շրջապատելու համար, ընկեր Թաթեջյան ձեզ, դուք անբաժան հստակտիպ ես կաք մեր աշակերտների մեջ, քանզի ձեր շնորհիվ են վերցրել նրիչ և գրել առաջին տարերը։ Ուզում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել ընկեր Հակոբյանին, որը ներեց հանդուրժեց խեղճությունները իր սիրելի աշակերտներին։ Շնորհակալություն։ Նախ ողջունում եմ այստեղ գտնվող բոլոր ներկաներին, որ այս տոնական, այս ուզումնարար ու իշխարժան օրը կիսում են մեզ հետ թե մեր հուզմունքը, թե մեր ուրախությունը։
Հետո ուզում եմ իմ շնորհավորանքի եւ իմ բարեմաղթակի խոսքը ուղղել իմ հրաշք սաներին։ Ես հպարտորեն էի դիտում ձեզ։ Ինչու հպարտորեն։ Որովհետև շուրջ 8 տարի կողքի քայլել եք իրար հետ։ Սիրելիներս, ուրիշ եք դուք, ես քիչ առաջ էլ շեշտեցի։ Ուրիշ է ձեր տեսակը։ Աչքի եք ընկել ձեր օրինակելի վարքով, ձեր կարգապահությամբ, ձեր տեսակով, մարդ տեսակով։ Սիրելիներս, շնորհավորում եմ։ Այսօր դուք ոտք եք դնում մեծ կյանքի շեղին, որը լի է բազում մարտահրավերներով, բազում ոչնդոտներով, բազում անակնկալներով, ինքնուրույնությամբ, պատասխանատվությամբ, բայց ես վստահ եմ, որ դուք այդ ամենը տանելու եք մեծ ուժով, քանզի դուք յուլաքարակի միջնակարգ դպրոցում ձեր ուսումնառության տարիների ընթացքում ձեռք եք բերել այն անհրաժեշտ գիտելիքները, այն կարողությունները, այն արժեքները, որոնք թույլ են տալու ձեզ բարձրանալ դեպի վեր։ Ես հպարտորեն եմ դա ասում եւ վստահորեն, համոզված եմ ասում։ Սիրելիներս, թող ձեր կյանքի ուղին լինի հարթ, անխոչնդոտ, լի միայն վերելքներով, լի միայն բարձունքներով, որպեսզի հպարտանանք թե մենք ուսուցիչներս, թե ձեր ծնողները։ Իմ սիրելի սաներ, ես ուզում եմ ձեզ բարին մաղթել ձեր հետագա ուսումնառության ընթացքում։ Այս 15 աշակերտից 8 հոգին արդեն դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ 1 ամիս հետո լինելու են բուհի ուսանողներ։ Համոզված եմ, չեմ կասկածում, նախապես շնորհավորում եմ այդ առիթով։ Իսկ մյուս աշակերտներ, ովքեր չեն դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ, ձեր տեղը գտնեք կյանքում, այնտեղ, որ մասնագիտությունը, որ դուք կընտրեք, հասնեք մեծ հաջողությունների։ Իսկ 1 ամիս հետո մեր տղաները համալրելու են մեր զինվորների շարքերը, իմ ապագա զինվորներ, ձեզ բարին եմ մաղթում, խաղաղ երկնքի տակ ծառայություն եմ մաղթում, մի քիչ ուզված եմ ասում կներեք, թող այսօրվա հնչած բոլոր բարեմաղթանքները մայրական աղոթքի պես պահապան լինեն ձեզ։ Ես ուզում եմ ձեզ շնորհավորել կրկին եւ ցանկանալ ձեզ քաջ առողջություն, երջանկություն, նպատակների ու իրձերի կատարում։ Ձեր ցանկությունները դարձրեք նպատակ եւ իրագործեք այն։ Դուք կարող եք, դուք ի վիճակի եք եւ շարժվեք այդ նշանաբանով։ Ես ուզում եմ ձեզ շնորհավորել մեր կառավարության անունից, ուզում եմ շնորհավորել մեր մասպետի անունից, մեր կրթության վարչության անձնակազմի անունից եւ նույն բարեմաղթանքները տվել ձեզ։ Երեխաներ, իմ սիրելիներ, իսկ ինչու եք այդքան լավը, որովհետև ունեցել եք լավ ուսուցիչներ, լավ ծնողներ եւ ինչու՞ չէ լավ դասղեր։ Առանձնահատուկ շնորհավորանքս ձեր դասղեկին եւ շնորհակալություն այն անձնազոհ նվիրումի համար, որ ինքը կատարել է նվիրումով պատասխանատվությամբ եւ իր պահանջկոտությամբ, իր հոգատարության, իր կստապահանջության, իր մեծ սիրո արդյունքի շնորհիվ այսօր ականատես եղանք այս հրաշալի միջոցառմանը, այս հրաշալի վերջին զանգին։ Շնորհակալություն ընկեր Հակոբյան ջան։ Ամեն ինչով դուք կարողացել եք այդ երեխաներին սերմանել լավը, մարդկային արժեքները եւ համոզված եմ, որ այդ արժեքները իրենք պահպանելու են ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ միջոցառումը դրա բարդ ապացույցն է։ Սեր թե հայրենիքի նկատմամբ, սեր թե ուսուցիչների նկատմամբ, սեր թե ծնողների նկատմամբ։ Շնորհակալություն այդ ամենի համար։ Եվ այս պատվոգիրը ես ուզում եմ պատվով հանձնել ձեզ։ Յուլաքարակի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի դասղեկ Լուսինե Հակոբյանին
իր գործին անմնացող նվիրումի, սովորողների կրթության ու դաստիարակության գործում մեծ դեր ունենալու, ինչպես նաև վերջին զարմիչոցառումը լավագույն ձևով կազմակերպելու և անցկացնելու համար։ Արգելատրվում եք պատվոգրով, շնորհավորում եմ։ Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ նաև, քանի որ յուրաքանչյուրը ձեր ներդրումն ունեք այս աշակերտների այսքան լավ մարդ դառնալու, մարդ դաստիարակվելու, կրթվելու մեջ։ Շնորհակալություն բոլորիդ։ Իմ շատ սիրելի ծնողներ, այսօր այս բաղձալի օրը դուք ականատես եղաք, թե ինչքան են մեծացել ձեր երեխաները։ Եվ այսօր իրենք մտնում են նոր կյանք և արդեն դառնալու են լրիվ ինքնուրույն։ Եվ ես ցանկանում եմ, որ իրենց հետ ինչ նպատակ ու ցանկություն ունեք ձեր հոգու խորքում փայփայած, թող բոլորը իրականություն դառնան և նրանցով հպարտանալու առիթներ շատ ունենան։ Այսօր էլ հպարտացաք, համոզված եմ, և դեռ շատ հպարտանալու առիթներ եմ ցանկանում բոլորին։ Շնորհակալություն, որ այսքան լավ երեխաներ եք դաստիարակել և մեզ հետ միասին քայլել եք այսքան տարի, որ ունենք այսպիսի հրաշալի սերունդ։ Շնորհակալություն բոլորին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, շնորհավոր վերջին զանգ, բարի երբ ձեզ, սիրելիներս, սիրում եմ բոլորին և հպարտ եմ, որ եղել եմ 8 տարիների ձեր ուսուցիչը ու ամենօրյա իմ շփումը ձեզ հետ եղել է անմիջական, դուք դա գիտեք, դրա համար եմ ասում, դուք տարբեր եք, դուք ուրիշ եք ինձ համար, կեցեք բոլորը, բարի երբ ձեզ։ Մեր ծնողները փոքրիկ անակնկալ են պատրաստել երեխաների համար, ցույցանք մատուցեն։ Հայկական բուրը մաղորդել ենք պատրաստում առասպրած, բարին ընձեր, մեր ուրիշներ։ շրջանավարտներ, մեծ սիրով այսօր ուզում եմ ես ձեզ շնորհավորել այս գեղեցիկ անչափ ժուրնալի տոնյակի։ Սիրելիներս, վերջին զանգը միայն դպրոցը ավարտելու տարիները չեն, այլ ձեր հասունության, ձեր ինքնուրույնության, թեժության սկիզբն է։ Այսօր դուք փակում եք ձեր մանկության ու պատանեկության վերջին էջը, մտնում եք կյանքի մի նոր գեղեցիկ շրջափուլ, որտեղ դուք պիտի լինեք շատ ուժեղ, հզոր, դուք պիտի կարողանաք ձեր առջև դրված բոլոր հարցերը լուծել ինքնուրույն։ Դուք պիտի լինեք անաչառ, բարի ու շիտակ, ստեղծագործող, դուք պիտի լինեք աշխատասեր, մեծ հայրենասեր։ Ձեզ հետ տարեք դպրոցում ծնված ձեր ընկերությունը, անկեղծ ընկերությունը, թող երբևէ
չմարի ձեր հոգու կրակը։ Դուք երբևէ չդժվարանաք, երբևէ չվախենաք դժվարություններից ու երբեք չբավարարվեք ձեր բերածով։ Մնացեք ձեր արժեքներին հավատալի, բարձր պահեք ձեր անունը, դպրոցի անունը, գյուղի անունը, համայնքի անունը, մեր հայրենիքի անունը։ Սիրելիներս, դուք կյանքում այնքան մեծ հաջողությունների կարողանաք հասնել, որ մեզ ստիպեք ձեր ձեռքբերումներով հպարտանալ ձեզնով։ Ու միշտ հիշեք, դպրոցը իր դռները միշտ բաց է պահելու ձեր առջև։ Դուք դա շեշտեցիք միջոցառման ժամանակ։ Ձեզ բարի, անխափան, առանց մակընթացությունների նավարկություն մեծ կյանքի մեծ օվկիանոսում։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ մեր սիրելի շրջանավարտներին, ուսուցիչներին, սիրելի ծնողներ ձեզ, համայնքին, ևս մեկ սերունդ կյանք ճանապարհելու կապակցությամբ։ Թող այսուհետ իրենք գործեն, աշխատեն միշտ խաղաղ երկնքի տակ։ Շնորհակալ եմ։ Հարգելի պարոն Վարդանյան, մեծ սիրով և խորին հարգանքով կցանկանայի լսել նաև ձեր խոսքը։ Դուք ավարտեք իհարկե, բոլորդ կստանաք ձեր ատեստատները, բայց խնդրում եմ, ձեր կյանքի դպրոցը երազանց ավարտեք խաղաղ երկնքի տակ և ձեզ բարի եղեք։ Дорогие мои выпускники, наша встреча случилась в последней главе вашей школьной повести. За этот короткий промежуток времени вы стали для меня родными. Я полюбила всех и каждого из вас. Желаю, чтобы вы летели высоко, опираясь на те знания, которые дала вам школа. Не бойтесь черновиков, ведь именно из них рождаются шедевры. Не спешите ставить точку. Там, где другие увидят финал, пусть для вас будет запятой, продолжением того, что впереди еще более интересная глава. И самое главное, помните, что главный экзамен в жизни – это экзамен на человечность. Желаю, чтобы ваша жизнь была наполнена светом, любовью и добрыми сюжетами. Добрый путь, мои дорогие! Հրաժեշտներ կան, ոնցում են, հրաժեշտներ կան, դրկախարումով, երկու դեպքում էլ դրկում են հիշողություններ։ Մայիսյան այս եղեցիկ օրը ստիպում է հաշվի նստել հրաժեշտի անհրաժեշտության հետ և բացել սրտումը սպառված կապոցը։ Համոզված եմ, իմ սիրելիներ, որ այսօր դպրոցի պարիսպներից դուրս են գալիս Հայաստանի Հանրապետության մարդ կոչմանը արժանի հպարտ քաղաքացիներ, որոնք լինելու են լավագույն զինվորներ Հայաստանի Հանրապետության տարբեր ուղերի, լավագույն ուսանողներ ու ուսանողներ։ Բարի ճանապարհներ, թող ոչ մի խոչընդոտ ձեր ճանապարհին
չպատահի։ Բարի երբ։ Трек из них, хит и выпускник. Лучше, чтобы ты заплакала, и пусть чайки не все, это надо.